Մեկ էլ աստեղից Լևոն Քոչարյանը ազգային ժողովի փոխոսնակին ասում է դու ով ես։ Տղա ջան, ինքը ազգային ժողովի փոխոսնակն է, հարցը այդ պաշտոնի մեջ չէ, նախ ինքը Հակոբ Պարշակյանն է, ով քո հայրիկի դեմ պայքարը սկսել էր այն ժամանակներում, երբ որ իր դեմ պայքարելու համար թռուցիկը մարդկանց բերանն էին կողում ու ինքը չի վախեցել։ Այդ պայքարից ինքը չի վախեցել ծեծվելուց, այդ ժամանակներում Հակոբ Պարշակյանը քո հոր դեմ քաղաքական պայքար է սկսել, այնքը այդ տղեն է։ Դու կարաս մի ռեժիմի պայմաններում, երբ որ ամբաղ զամբաղ դուրս տալու համար թռուցիկը մարդու կամ ճիշտ խոսքերը, մենակ ամբաղ զամբաղ չէ, այսինքն քաղաքականության մեջ կամ արդարացի ճիշտ, ինչպես ասողն է կարծում, չէ, բոլորն էլ կարծում են, որ իրենք ճիշտ բաներ են ասում։ Ճիշտ խոսքի համար կամ քննադատական խոսքի համար դու կարաս մինաս ռեժիմի դեմ պայքարես, որի ժամանակ թռուցիկը բերանն էին կողելու, ծեծելու էին, սատկացնելու էին, Արոն Լևիկ տանեին Գրիգոր Լուսավորիչի վերակենդանած։ Դու ռիսկ անեիր այդ իշխանության, որ քեզ տես պահեի։ Դու ռիսկ անեիր։ Դու вообще կարայիր ձեր այդ ֆեյքերը, որ հիմա մտել գրում են, դու ով ես։ Ես էլ եմ իրանցից մեկը, իմացաք, ովքեր որ հիմա գրել են, մտեք մի հատ նայեք սրա, տակ, բոլորիդ խմբային պատասխանում եմ։ Ես էլ եմ այդ մարդը, ով 2007 թվականին երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար թռուցիկը մարդու բերանն էին կողում, այդ ժամանակ իր դեմ ելել եմ պայքարի, չունենալով, մենք չենք ունեցել, կներեք, մենք չենք ունեցել կենտրոնում 3 բնակարան, հիմա էլ չունեմ, չունենալով,